Հարգելի գործընկերներ, ողջույն, ես Նունե Եղազարյանն եմ, Հայկական ակնաբուժության նախագծի բարեգործական հիմնադրամի տնօրենը, սիրով ողջունում եմ ևս մեկ անգամ ձեզ եւ ներկայացնում Հայկական ակնաբուժության նախագծի Grand Round-ների հերթական, այս անգամ 6-րդ հանդիպումը եւ այն այսօր նվիրված է ցանցերթաղանթի հիվանդություններին, ինչպես միշտ Մեր այս հանդիպումը կազմակերպել ենք համատեղ Հայկական ակնաբուժության նախագիծ, բարեգործական հիմնադրամը, Մալայանյան ակնաբուժական կենտրոնը եւ Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնը։ Այսօր մենք ունենք շատ սիրելի հյուրեր, մեր հանդիպումը կվարեն հայ եւ արտասահմանցի գործընկերներ, հայկական կողմից է մեզ միացել Արմեն Վարդանյանը, ով բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբանության ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի ակնաբուժների ասոցիացիայի նախագահ եւ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրոռետինալ բաժանմունքի վարիչ, ինչպես նաեւ Հայկական ակնաբուժության նախագծի կրթար թոշակառու, առաջին ուսուցիչ ստանում, այո։ Ամերիկյան կողմից դոկտոր Բարուխ Կուպերմանը, ով տեխնիկական գիտությունների թեկնածու է, Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի բժշկության բարձրագույն դպրոցի Գևին Հերբերտի անվան աչքի ինստիտուտի տնօրեն, ակնաբուժության դեպարտամենտի Ռոջեր Ստայնտերբի անվան ամբիոնի պրոֆեսոր եւ դեկան, ինչպես նաեւ տեսողության հետազոտման կենտրոնի համատնօրեն, Հենրի Սամուելի անվան ճարտարագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, շատ հաճելի է ձեզ տեսնել։ Մեզ միացել է նաև Պենգյանգը Կանադայից, ով վիրաբույժների թագավորական կոլեգիայի անդամ է, Տորոնտոյի համալսարանի ակնաբուժության եւ տեսողության գիտությունների դեպարտամենտի դոցենտ եւ վիտրոռետինալ վիրաբույժ, մեզ հետ է ինչպես միշտ եւ շատ հաճելի է Ջոն Հովանեսյանը, ով Լոս Անջելեսի Կալիֆոռնիայից է, Ամերիկա, ինքը վիրաբույժ է եւ ակնաբույժ, վիրաբույժների ամերիկյան կոլեգիայի անդամ, Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ եւ տնօրենների խորհրդի անդամ, Հարվարդի ակնաբուժների ասոցիացիայի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլ Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր։ Մեզ հետ է նաեւ այսօր Կարմեն Բալանը, ով կներկայացնի դեպք Կարմենը Տորոնտոյի համալսարանի ակնաբուժության եւ տեսողության գիտությունների դեպարտամենտի գիտական հետազոտողը եւ կարող եմ ասել, որ այս տարի միացել էր 2025 թվականի բժշկական առաքելությանը Հայկական ակնաբուժության նախագծին։ Հիշեցնենք, որ ՇՄԶ կրեդիտ կստանան այն մասնակիցները, ովքեր ամբողջությամբ կմասնակցեն միջոցառմանը եւ ճիշտ կլրացնեն նախաթեստը եւ թեստը։ Համոզված եմ, որ ներկայացվող նյութը շատ հետաքրքրական ու սոցիալի կլինի։ Հիշեցնեմ նաև, որ ձեր հարցերը կարող եք հղել խոսնակներին Zoom հարթակի հարց ու պատասխանի բաժնում։ Մենք սկսենք մեր ներկայացումը, խնդրեմ, որպեսզի մեր երիտասարդ գործընկերները կարդան հարցերը եւ իսկ այս հանդիպման մասնակիցները լրացնեն դրանք, որից հետո արդեն խոսքը կտրվի պարոն Վարդանյանին եւ մենք սկսենք քննարկումը։ Առաջին հարցը. Հետևյալներից որը չի հանդիսանում Իրվան սինդրոմի ախտորոշման համար անհրաժեշտ հիմնական կլինիկական չափանիշ։ Ցանցաթաղանթի վասկուլիտ, զարկերակային անևրիզմաներ, նեյրոռետինիտ, մակուլար էքսուդատներ։ Երկրորդ հարցը. Ինչու էր անտիվիեջիև ներարկվել ձախ աչքի մեջ, տվյալ քեյսում։ Առաջին տարբերակ արկա էր մակուլյար այտուց, երկրորդ կատարակտի առաջացումը պրոգրեսիվել էր, արկա էր տեսանյարդի սկավառակի նեովասկուլարիզացիա եւ ներակնային ճնշումը բարձրացել էր։ Երրորդ հարցը. ինչու էր պլանավորված իրականացնել քվանտիֆերոն թիպի գոլդ թեստը։ Բակտերիալ կոնյուկտիվիտը հաստատելու համար, երկրորդ տարբերակ, քանի որ համակարգային հետազոտությունները բացասական են եւ անհրաժեշտ էր բացառել տուբերկուլյոզային ուվեիտը, սարկոիդոզի ախտորոշման համար եւ միավ կոինֆեկցիան ստուգելու համար։ Որորդ հարցը. Որ մեխանիզմն է լավագույնս բացատրում պրեկլամպսիայով հիվանդների մոտ առաջացող իշեմիկ ռետինոպաթիան, ցանցաթաղանթի զարկերակների վազոսպազմ եւ էնդոթելային դիսֆունկցիա, ակնային հեղուկի արտադրության ավելացում, ցանցաթաղանթի ֆոտոռեցեպտորների վերականգնման ուժեղացում։
Ինչ կլինիկական ախտանիշ է ամենահաճախը ասոցացվում պրեկլամպսիայով դրդված իշեմիկ ռետինոպաթիայի հետ։ Cotton wool spot, ցանցաթաղանթի շերտազատում, արյուն վիտրեուսում։ Որն է հիմնական ակնաբուժական մտահոգությունը ծանր պրեկլամպսիայի դեպքում։ Ցանցաթաղանթի արյունամատակարարման նվազում, որն առաջացնում է իշեմիա, բարձրացած ներակնային ճնշում, կատարակտի արագընթաց զարգացում։ Ակնահատակի թվարկված առանձնահատկություններից որն է առավել բնորոշ արևմտյան նեղոսի վիրուսի ռետինոպաթիայի համար։ Շրջանաձև պարաֆովեալ դրուզներ, հիպոպիգմենտացված խորիո ռետինալ վնասվածքների գծային կամ կորագիծ կուտակումներ ցանցաթաղանթի նյարդաթելերի շերտի երկայնքով, պերիպապիլյար սուբրետինալ արյունազեղում, թուլի աչք մակուլոպաթիա։ Որ ակնային բարդությունն է հաճախ ասոցացված արևմտյան նեղոսի վիրուսի ռետինոպաթիայի հետ։ Ցանցաթաղանթի շճային շերտազատում, վիտրիտ կամ առաջային ուվեիտ, մակուլյար անցք, հոլ, խորիոիդալ նեովասկուլարիզացիա։ Արևմտյան նեղոսի վիրուսի ռետինոպաթիան առավել հաճախ որ համակարգային իրավիճակի հետ է ասոցացվում։ Քրոնիկ երիկամային հիվանդության, իմունային անբավարարության կամ ծերության, շաքարային դիաբետի և վահանագեղձի աուտոիմուն հիվանդության։ Նախ եւ առաջ ուզում եմ ողջունել իմ սիրելի գոլեգաներին Միացյալ Նահանգներից եւ գոլեգայից, ուզում եմ ողջունեմ իմ կողմից շատ հարգված եւ սիրելի Բերի Կուպերմանին, որին ես համարում եմ վիտրեոռետինալ մասնագետներից, առաջատարներից եւ շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենանք այդ հաճույքը լսել իրեն կարծիքը եւ իրեն մոտեցումները մեր ներկայացած թեմաներին։ Ուզում եմ ողջունել մեր իհարկե եւ ուրեմն Հովանեսյանին, Ջոն Հովանեսյանին Կալիֆոռնիայից, որը առաջի օրվանից այս պրոյեկտի ես տասնյակ տարիներ արդեն գիտեմ ինչպես ինքը միշտ մասնակցել եւ մասնակցում եւ ունենք շատ մտերիմ եւ հարազատ ուրեմն կապեր։ Նույնպես ուզում եմ ողջունել մեր Կարմեն Բալյանին Կանադայից եւ Պենգ Յանին եւս Կանադայից, իրենց հետարքիր, ուրեմն Կարմենը շատ հետարքիր քեյս է ներկայացրել, ինձ թվում է հետարքիր կլինի բոլորիս եւ սիրով կլսենք եւ կարծիքը մոտեցումները մեր գոլեգա Պենյանգից։ Այժմ ուզում եմ ներկայացնել զեկուցողներին, case report-ները ներկայացողներին։ Առաջինը ուզում ենք ուրեմն դիմում եմ Կարմեն Բալյանին զեկուցման համար, որի թեման է արևմտյան նեղոսի ռետինոպաթիա որպես նոր առաջադրվող ակնային վտանգներ։ Ընտրեմ։ Okay, thank you. So let's Շնորհակալ եմ շատ եւ եկեք սկսենք առաջին դեպքը։ Մենք ունենք 61 տարեկաններին եւ մենք ունենք խորոռետինալ փոփոխություններ եւ մոտավորապես 1 ամիս եւ նրա մոտ արկա էր նաեւ տենդ եւ 2 աչքերում կային ուրեմն խնդիրներ եւ հետազոտության ժամանակ մենք հայտնաբերել ենք 43 եւ 25 աչքերում եւ մենք չենք տեսել մենք տեսել ենք պլյուս 1 բջիջներ եւ տեսել ենք նաեւ կատարակտա եւ հատակի տեսնում ենք հատակի փոփոխություններ, որը բնորոշ են նաեւ 2 աչքերին եւ մենք տեսնում ենք այստեղ որ նաեւ կային խորոնալ վնասումներ եւ ֆլուորեսցենցիայի վրա տեսնում ենք որ նրանք գտնվում էին նյարդի ուղղությամբ եւ IVFA-ով եւ մենք այստեղ տեսնում ենք ձախ աչքում
տեսնում ենք բարակումներ եւ տեսնում ենք նաեւ այս մարգարիտի նման նշանները եւ երկրորդ դեպքը մենք ունեցել ենք 68 տարեկան կին, որը ստացել է anti-VEGF treatment մակուլար այտուցի համար եւ նա նաեւ նախինում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ եւ ստացել է ռադիացիոն թերապիա եւ հիմա նա գտնվում է ռեմիսիայում եւ նա հոսպիտալացվել է ընդհանուր թունության սիմպտոմներով եւ նա չի ունեցել որևիցե տեսողական սիմպտոմներ եւ տեսնում ենք որ տեսողության սրությունը 20-40 եւ 20-30 ձախ աչքում եւ IOP-ն 19 եւ 15 էր եւ ցույց են տվել որ երկու ախցիկներում էլ աչքերում կան +2 կատարակտա Եվ այստեղ տեսնում ենք, որ հիվանդը չունի տեսողական գանգատներ, բայց մենք տեսնում ենք վնասումներ հատակում, որը նաև երևում է նաև այստեղ լազերային թերապիայի հետո եւ տարբեր չափերի են նրանք, եւ տեսնում ենք երկու աչքերում, եւ նրանք շատ լավ սահմանազատված են, եւ տեսնում ենք այս խորիոռետինալ վնասումները շատ լավ սահմանազատված են, եւ աուտոֆլուորեսենցիայի վրա մենք տեսնում ենք, որ վնասվածքները լավ սահմանազատված են եւ կան հիպոֆլուորեսցենտային հատվածներ պերիֆերիկ հատվածներում եւ մենք արել ենք ERG մուլտիֆոկալ եւ ֆոտոտոպիկ սիմուլյացիաներով եւ ախտորոշման համար մենք տեսնում ենք, որ փորձել ենք շղթել UV-ը, որը եղել է բացասական Եվ մենք այդ 6 շաբաթվա ընթացքում ունեցել ենք մի քանի նմանատիպ դեպքեր Եվ ինչ ենք մենք արել, մենք մտածել ենք, որ սա կարող է լինել արևմտյան նեղոսի այդ տենդը եւ իմունոգլոբուլին M-ով եղել է պոզիտիվ, ես հիմա տալիս եմ խոսքը դոկտոր Փենք Յանգին Եվ ես ներկայացնում Տորոնտոյում Կանադայից եւ ես նաեւ վիրաբույժ եմ եւ ինչ եմ ես ներկայացնում արևմտյան տենդի ռետինոպաթիան, որովհետեւ վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսել ենք բազմաթիվ հիվանդներ, որոնք ընդունվել են այս իրավիճակներով եւ որոշ հիվանդներ ունեցել են նաեւ դիաբետ եւ նրանք ունեցել են այս քրոնիկ վնասումները եւ մենք նաեւ երբեք չենք արել PRP այս հիվանդներին Եվ մենք նաև աշխատում ենք այս հիվանդներին ավելի լավ օգնություն ցույց տալու համար եւ սա տարածվում է Flavivudine ընտանիքի կողմից նա կարող է առաջացնել RNT դրական գենոմով է փոխանցվում եւ այն կարող է մասնակցել փոխանցվել մարդկանց միջատների միջոցով Եվ մենք տեսնում ենք, որ այս հիվանդությունը սկսում է ավելի տարածվել եւ սահմանները այլևս այդքան էլ կապ չեն մնում եւ մենք տեսնում ենք բազմաթիվ մոսկիտներ, որոնք որ տեղափոխվում են մի տեղից մյուսը եւ տեսնում ենք, որ մարդիկ հանդիսանում են կրող եւ նրանք կարող են այդ հիվանդությունը փոխանցել Եվ նաև դա կարող է նաև տարածվել նաև կաթի միջոցով եւ առաջինը 1937 թվականին է նկարագրվել արևմտյան նեղոսում դա մոտա Ուգանդայում էր եւ 1999-ին դա հարավային Ամերիկայում հայտնվեց նա հայտնաբերվեց Նյու Յորքում եւ նաև առաջացած մենինգոենցեֆալիտների բռնկումներ եւ 2002 թվականին դա արդեն հայտնվեց Կանադայում առաջին դեպքերը գրանցվեցին Դա Քվեբեկում էր եւ Օնտարիոյում Եվ հիմա մենք ունենք էնդեմիկ վիճակ վերջերս այն չէր համարվում էնդեմիկ մենք դա չէինք կարողանում այդքան շատ նկատել եւ ահա թե ինչի բազմաթիվ հիվանդներ հոսպիտալացվել էին Եվ մինչև որ մենք դա պահանջեց մեզանից որոշակի ժամանակ, մինչև որ մենք հասկացանք, որ դա կարող է լինել արևմտյան նեղոսի տենդը, եւ հիմա մենք տեսնում ենք, որ այս դեպքերի քանակությունը վերջին ամիսների ընթացքում նաեւ մեծացել է, եւ մենք ավելի ու ավելի շատ ենք նմանատիպ դեպքեր տեսնում, եւ պետք է ավելի զգուշ լինենք, եթե դուք չեք ախտորոշել, դա պետք է ավելի զգուշ լինենք եւ ճիշտ կարողանանք ախտորոշել։ Հիվանդների մեծ մասը ասիմպտոմատիկ են Եվ նրանք կարող են մոտավորապես 20-ից 30% հիվանդների ունենալու են մրցակցության նման սիմպտոմներ են լինելու 1%-ից քիչը ունենալու է կենտրոնական նյարդային համակարգի ախտարման սիմպտոմներ, օրինակ մենինգիտներ, էնցեֆալիտներ, պոլիոմիելիտներ
Եվ մոտավորապես 80% մարդկանց լինելու են այն մարդիկ, ովքեր չեն ունենալու սիմպտոմներ, նրանք երբեմն կարող են ունենալ տենդ, եւ նրանք կարող են չախտարաշվեն, եթե չհետազոտվեն, եւ ընդհանրապես պետք է հիշել, որ դեպքերի մեծ մասում նրանք ասիմպտոմատիկ են լինելու, եւ սա մի փոքր բարդ սլայդ է, եւ մենք խոսում ենք, եւ այստեղ խոսում ենք, որ ինկուբացիոն պերիոդը կարող է լինել 2 տարի մինչեւ 2 շաբաթ, մինչեւ 21 օր կարող է տևել, եւ այս դեպքերում դրանք այն հիվանդներն են, ովքեր ունեն իմունային համակարգի հետ խնդիրներ, կամ օրինակ եթե ունեցել են ուռուցքներ, ունեն դիաբետ, զարկերակային գերճնշում, ալկոհոլիկներ են, ունեն երիկամային հիվանդություններ, եւ երկարատև շարունակվող դեպքերում բարդությունները հիմնականում գանգատվում են ընդհանուր թուլությունից, եւ նրանք ունենում են ընդհանուր թուլություն, երբ որ մենք խոսում ենք ակնաբուժական հայտնաբերումների մասին, այստեղ պետք է հիշել, որ այն հիվանդները, ովքեր ունեն արևմտյան նեղոսի տենդը, մոտավորապես 80%-ը կարող են ունենալ աչքում ինչ-որ ախտահարումներ, եւ մոտավորապես 80%-ը ունենալ է ցանցաթաղանթում ինչ-որ փոփոխություններ, երբ որ մենք խոսում ենք երկարատև կողմնակի ազդեցությունների մասին, դա խորիոռետինիտներն են, տեսողությունը վերականգնում է, բայց երբեմն կարող են առաջացնել նաև սպիներ եւ երբեմն կարող են առաջանալ նաև տեսողության կորուստներ, եւ սա կարող է այս սպիների առաջացումը կարող պայմանավորված լինել նեյրովասկուլարիզացիայով, եւ այստեղ մենք ունենում ենք մուլտիֆոկալ խորիոռետինիտներ, որոնք հայտնաբերվում են սպիտակ դեղնավուն վնասվածքներին, որոնք ներառում են ռետինան եւ խորիոիդ հատվածը, երբեմն կարող է լինել վիտրիտներ, դրանք սովորաբար 200-ից 500 միկրոն չափի են լինում, եւ երբեմն կարող են լինել նեյրոռետինիտներ եւ օպտիկ նևրիտներ, եւ երբ որ մենք խոսում ենք նեյրոռետինիտների մասին, եւ երբ որ խոսում ենք պաթոլոգիական ախտանիշների մասին հատակում, եւ մեր համար հեշտ է լինում ախտորոշել, եւ մենք պետք է սրա մասին հիշենք, որ սրանք այս պիգմենտացիաներն են եւ այդ վնասումներն են օպտիկ ներվի, որը հայտնաբերում ենք PRP-ի վրա եւ կարող է լինել հիպոպիգմենտային հատվածներ, եւ նրանք կարող են լինել նաեւ գծային վնասումներ, որոնք գտնվում են ռադիալ նյարդերի ֆեբրիլ հատվածներում, եւ սա եւ ասում են, որ սա կարող է առաջարկում են, որ սա կարող է նաեւ հետագայում ավելի տարածվել դեպի օպտիկ ներվը եւ կարող է նաեւ վնասել խորոիդալ հատվածները, ինչպիսի հետազոտություններ ենք մենք անում, դա իմունոգլոբուլին M-ը եւ իմունոգլոբուլին G հայտնաբերում արյան շիճուկում, եւ տեսնենք, որ 25% դրական է լինում իմունոգլոբուլին M-ով, 99% դեպքերում կարող են լինել պոզիտիվ իմունոգլոբուլին M-ի մասով, ինչպես նաեւ որոշ մուտքի հատվածներ են հետաքրքիր դեսիմինացիան հասկանալու համար, դա կարող է լինել խորոիդալ անոթների միջոցով եւ կարող է շարունակել տարածակումը օպտիկ ներվի միջոցով, եւ կարող են առաջանալ նեյրոինվազիվ փոփոխություններ եւ աչքում մենք տեսնում ենք ինչքան ավելի վատ են սիմպտոմները, այնքան ավելի շատ են լինում այդ մուլտիֆոկալ կետերի առաջացումը եւ վիրուսը ռեպլիկացիա ենթարկում ARP բջիջների միջև, եւ սա նաեւ առաջարկում է, որ այն կարող է նաեւ հայտնաբերվել ակնային այլ հյուսվածքներում նույնպես, եւ այս ARP-ի բջիջների միջոցով եւ կարող է նաեւ տեղի ունենալ տեղային ռեպլիկացիա աչքի մեջ, եւ հիմնականում մենք տեսնում ենք մուլտիֆոկալ խորոիդոռետինիտներ, մինչեւ 80% դեպքերում կարող են լինել ռետինալ վասկուլիտներ, օպտիկ նևրիտներ, եւ անգիոգրաֆիաները եւ FA-ը շատ կարեւոր են, ֆլորեսենտային անգիոգրաֆիան շատ կարեւոր է, եւ այլ սինդրոմների դեպքում կարող է լինել եւ երբեմն կարող են առաջանալ նաեւ հիպոպիգմենտացիաների հաճախներ,
օջախներ, and then inflammatory infiltrate blockade, and then late staining of the diseased RPE and surrounding. եւ կարող են առաջանալ նաեւ բորբոքային իրավիճակներ, եւ տեսնում ենք, որ այդտեղ կան թիրախային վնասվածքներ կարող են առաջանալ եւ OCT-ի վրա դուք կարող եք տեսնել ռետինալ խանգարումները, ինչպես ցույց է տրված այս սլաքով, եւ դուք սա կարող եք տեսնել նաեւ բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում, բայց տեսնում ենք, որ այստեղ կարող են լինել RPE հիպերրեֆլեկտիվ հանգույցներ եւ կարող են լինել նաեւ ONL-ում եւ OPL-ում հիպերրեֆլեկտիվ հատվածներ եւ այս ամենը պետք է հանգեցնի այս նշանների առաջացմանը, որը ցույց տվեցի, եւ այսպիսով այդ ճամփորդությունը արևմտյան Նեղոսի տենդի դեպի Կանադա եւ Հայաստանում մոտավորապես 108 կլինիկական դեպքեր են գրանցվել, որոնց մասին որ զեկուցվել են եւ չգիտեմ թվերի մասին ինչքան են թվերը այս տարի, բայց դուք կարող եք տեսնել հիվանդներ, որոնք որ կարող են ունենալ նմանատիպ ակնաբուժական ախտահարումներ եւ սրա համար չկա այդպիսի բուժում, դա հիմնականում հիդրատացիոն բուժումն է եւ կարող են նաեւ կատարել դիֆերենցիալ ախտորոշում այլ սիմպտոմների մասին եւ նրանք շատ ասիմպտոմատիկ են եւ այս վնասվածքները կարող են տարբերվել սուր ռետինալ նեկրոզից եւ տոքսոպլազմոզից են տարբերվում, ինչպես նաեւ ներքին խորոիդոպաթիաներից են տարբերվում եւ MEWDS վնասվածքներից են եւ այս PRC-ն կարող է լինել նման, բայց քանի որ այս ինֆեկցիոն հիվանդությունները հանդիպում են եւ նրա բաշխվածությունը այս եւ այն վնասվածքները, որ մենք տեսնում ենք, շատ սպეციფիկ են այս հիվանդության համար եւ քանի որ մենք տեսնում ենք սա այս մեր պրեզենտացիայում, ես նաեւ հրավիրում եմ այստեղ հանրային առողջության մասնագետների ուշադրությունը, որովհետև այս իրավիճակը ավելի տարածվելու է եւ ամառների ընթացքում ավելի ու ավելի շատ են այս միջատները տարածվելու եւ նրանք ձվադրելու են կանգնած ջրերի վրա եւ պետք է փորձել այս ամենի դեմ կարողանալ պայքարել եւ վստահ լինել, որ մաշկը փակված է այդ խայթոցներից խուսափելու համար եւ հիմնական այս քննարկումից հետո դուք պետք է հիշեք, որ եթե ունենում եք մրցակցության նման սիմպտոմներ եւ նեյրոինվազիվ սիմպտոմներ, պետք է կարողանաք դրա մասին մտածել եւ պետք է նաեւ խոսել մորֆոլոգիայի մասին, թե որ թիրախին են նրանք նման եւ բաշխվածությունը գծային է արդյոք թե RNLF-ի հետ թե ոչ եւ շնորհակալություն այն թիմին, որը ինձ օգնեց այս մրցանակը եւ սա այն գրականության աղբյուրներն են, որից որ ես օգտվել եմ, շնորհակալ եմ ձեզ Շնորհակալություն շատ հետաքրքիր զեկուցման համար, մեզ համար որ դա լրիվ նոր պաթոլոգիա է, այստեղ հասկանալի ամենք չենք տեսնում, մենք այդպիսի մասկիտներ չունենք ըստ երևույթին, բայց շատ հետաքրքիր զեկուցում էր, շատ հետաքրքիր էր եւ հաջորդ զեկուցումը կլինի կզեկուցի երրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Գասպարյան Հասմիկը բիլատերալ միջանկյալ ուվեիտ եւ ցանցելու վասկուլիտ կլինիկական դեպք Ողջունում եմ բոլորին այսօր ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մի կլինիկական դեպք Բուժարուն 43 տարեկան կին է դիմել է կլինիկա գանգատվելով երկու աչքի խավար տեսողությունից, հատկապես աչաչքի եւ գլխացավերից Անամնեզում չունի որևէ համակարգային հիվանդություն եւ վնասակար սովորություններ։ Կլինիկական տվյալներն են երկու աչքում տեսողության սրությունը դժվարությամբ 1 ամբողջ, ներակնային ճնշումը նորմայի սահմաններում, առաջային սեգմենտում որևէ փոփոխություն չկա, ապակենման խոռոչում, բորբոքային ռեակցիա չի հայտնաբերվել։ Ակնահատակի պատկերը աչ աչքում արկա են եղել էքսուդատներ ցանցենում Էպիրետինալ մեմբրան, պերիֆերիայում մակրոանևրիզմ, ապակենման մարմնի արյունազեղում եւ իշեմիկ պերիֆերիկ ցանցաթաղանթ։ Ձախ աչքում արկա են եղել էքսուդատներ ցանցաթաղանթում, տեսանյարդի սկավառակի նեովասկուլարիզացիա եւ պերիֆերիկ ցանցենի։
OCT հետազոտությամբ հայտնաբերվել է երկու աչքում էպիրետինալ մեմբրան, վիտրիոռետինալ տրակցիայով եւ կոշտ էքսուդատներ։ Այսպիսով եղել է արկա ցանցենու երակի ճյուղի խցանման երևույթներ երկու աչքում եւ ախտորոշվել է բիլատերալ վասկուլիտ։ Բուժառուի ակնահատակի նման պատկերը բացատրելու համար իրականացվել են մի շարք հետազոտություններ, որոնք են արեն ընդհանուր քննություն, կոագուլոգրամա, մակարդման գործոններ, գլիկոզիդացված հեմոգլոբին, լիպիդային պրոֆիլ, գլյուկոզ, միզանյութ, կրեատինին, ինչպես նաև C-ռեակտիվ սպիտակուց, ռևմատոիդ գործոն, միավ եւ սիֆիլիսի նկատմամբ հակամարմիններ, ինչպես նաև կրծքավանդակի ռենտգեն, EKG եւ էխո սրտագրություն։ Միակ շեղումը, որը հայտնաբերվել է, եղել է կոագուլյացիոն մարկերները, պրոթրոմբինային ժամանակը, ակտիվացված պրոթրոմբինային ժամանակը, թրոմբոպլաստինային ինդեքսը, որը վկայում է արյան ցածր մակարդելության մասին։ Բուժառուն ուղղորդվել է հեմատոլոգի խորհրդատվության, որը ոչ մի ախտաբանություն չի հայտնաբերել, ինչպես նաև իրականացվել է նյարդաբանի խորհրդատվություն եւ MRT հետազոտություն, որոնք նույնպես ոչինչ չեն հայտնաբերել։ Այսպիսով բացառվել են հեմատոլոգիական, մետաբոլիկ, ռևմատոլոգիական, ինֆեկցիոն, իմունային, սիրտանոթային պաթոլոգիաները, որոնք կբացատրեին ակնահատակի նման պատկերը։ Բուժառուն 1 ամիս չի ներկայացել եւ ներկայանալու ժամանակ, այցի ժամանակ ակնահատակի պատկերը եղել է անփոփոխ եւ որոշվել է իրականացնել ձախ աչքում ինտրավիտրեալ անտի-VEGF-ի ներարկում նեովասկուլարիզացիայի կապակցությամբ եւ հսկել հիվանդին։ Թույլ տվեք խոսել այսօր մի համախտանիշի մասին, մեր հավանական ախտորոշման մասին, որն է իդիոպաթիկ ռետինալ վասկուլիտ, անևրիզմա եւ նեյրոռետինիտ սինդրոմը, որը ցանցենու վասկուլիտի ենթատեսակ է անհայտ էթիոլոգիայի։ Իրվան սինդրոմը ընթանում է 5 փուլերով։ Առաջին փուլում արկա են մակրոանևրիզմաներ, էքսուդատներ, նեյրոռետինիտ, վասկուլիտ, երկրորդ փուլում արկա է կապիլարային նոն-պերֆուզիա, երրորդ փուլում հետին սեգմենտի նեովասկուլարիզացիա, չորրորդ փուլում առաջային սեգմենտի նեովասկուլարիզացիա, ռուբեոզ, հինգերորդ փուլում նեովասկուլար գլաուկոմա։ Իրվան սինդրոմի ախտորոշումը հիմնված է կլինիկայի եւ բացառման սկզբունքի հիման վրա։ Պիտի բացառվեն իմունային, ինֆեկցիոն եւ բորբոքային պատճառները։ Ինչպես նաև Իրվան սինդրոմը ունի մեծ եւ փոքր կրիտերիաներ, մեծ գլխավոր չափանիշներն են ռետինալ վասկուլիտը, արտերիալ մակրոանևրիզման, նեյրոռետինիտը։ Գլխավոր կրիտերիաներից բացի կան նաև երկրորդային կրիտերիաներ, որոնք են պերիֆերիալ կապիլարային նոն-պերֆուզիան, նեովասկուլարիզացիան եւ մակուլյար էքսուդացիան։ Նշեմ, որ Իրվան սինդրոմը նաև պետք է տարբերակել ակնահատակի նման պատկեր ունեցող մի քանի վասկուլիտներից, որոնք են իդիոպաթիկ ռետինալ վասկուլիտը, սենիլ ռետինալ զարկերակային միկրոանևրիզման, կոացի հիվանդությունը եւ իլսի հիվանդությունը։ Վերադառնանք մեր քեյսին։ 20 օր անց մեր գրենդ ռաունդից 2 օր առաջ բուժառուն եկել է հերթական այցի եւ նեովասկուլարիզացիան բացակայում էր ձախ աչքում, սակայն արկա էր երկու աչքում բորբոքային ռեակցիա։ Աջ աչքում +2 բջիջներ, ապակենման մարմնում, ձախ աչքում +1։ Այսպիսով դրվել է ախտորոշումը բիլատերալ միջանկյալ ուվեիտ եւ մի փոքր հիշեցնեմ միջանկյալ ուվեիտը ինչ է իրենց ներկայացնում աչքի բորբոքային հիվանդություն, որը ընդգրկում է պարզ պլանան, ապակենման մարմնի խոռոչը եւ պերիֆերիկ ցանցաթաղանթը։ Դրսևորվում է հիմնական կլինիկական նշաններով աչքի առաջ լողացող պղտորումներով, խավար տեսողությամբ եւ ձնագնդիկի նման պղտորումներով։ Միջանկյալ ուվեիտը 50-ից 70% դեպքերում իդիոպաթիկ է, անհայտ պատճառի, իսկ մնացած ավելի քիչ տոկոս դեպքերում ասոցացվում է մի քանի համակարգային հիվանդությունների հետ, որոնք են սարկոիդոզը, ցրված սկլերոզը, տուբերկուլյոզը։ Մեր բուժառուի մոտ շղթվել են բոլոր համակարգային հնարավոր պատճառները, բայց ֆինանսական սահմանափակումներից ելնելով չի իրականացվել քվանտիֆերոն թիպի գոլդ թեստը տուբերկուլյոզի նկատմամբ եւ պլանավորվում է հետագայում նաեւ իրականացնել այս թեստը, ինչպես նաեւ բացառել հնարավոր ատիպիկ ընթացող բեղջեթ հիվանդությունը հետագայում, քանի որ բուժառուն գտնվում է հսկողության տակ։ Եվ հավելեմ նաև, որ բուժառուի տեսողություն 1 ամբողջ է տեսողության սրությունը, դրա համար դեռևս բուժում չի պահանջում։ Բուժառուն գտնվում է մեր հսկողության տակ։ Շնորհակալություն ուշադրության համար։
Շնորհակալություն զեկուցման համար, քննարկում է էլի հետո եւ հարցերը։ Մյուս զեկուցումը Ավետիսյան Սուզանան կլինիկական դեպք կներկայացնի կապը պրեէնկլապսիայի եւ իշեմիկ նեյրոպաթիայի ուրեմն ռետինոպաթիայի միջև։ Ողջույն բոլորին, ինչպես ասվեց, ես այսօր կներկայացնեմ կլինիկական դեպք, կխոսենք պրեկլամպսիայի կապը եւ իշեմիկ անգիոռետինոպաթիայի միջև։ Ներողություն։ Ուրեմն հուլիս ամսին Սերգեյ Մալայանյան ակնաբուժական կլինիկա է մտեցել 25-ամյա հղի կինը, որը քանգատվում է երկու աչքում տեսողության վատ թարացումից։ Նախնական տվյալներով աջ աչքում ունեցել ենք 0.08 տեսողություն, ձախ աչքում 0.09, երկու աչքի ներակնային ճնշումները նորմայի սահմաններում։ Բուժարուն նշում է, որ երկրորդ հղիությունն է, որի ժամանակ դրվել է ախտորոշում պրեկլամպսիա։ Բուժարուին կատարվել է OCT հետազոտություն աջ եւ ձախ աչքերում, որտեղ մենք կարող ենք տեսնել սուբրետինալ էդեմա, ես նախապես ներողություն եմ խնդրում որակի համար։ Բացի այդ կատարվել է ֆունդուս ֆոտոգրաֆի հետազոտությունը ու այստեղ ավելի հստակ մենք կարող ենք գնահատել փոփոխությունները ակնահատակի, կարող ենք տեսնել ցանցաթաղանթի իշեմիան, էքսուդատները, արյունազեղում, լայնացած կանգային երակները եւ նեղացած փոքրինչ ծորմրված զարկերակները։ Միջև բուժարուի տվյալներին անցնելը, թե ինչ է կատարվել եւ ինչ արդյունքների ենք մենք հասել, դիտարկենք մի քանի մեխանիզմներ, թե ինչպես պրեկլամպսիայից կարող ենք հասնել իշեմիկ անգիոռետինոպաթիայի։ Պատճառներից պաթոֆիզիոլոգիայում դա համակարգային էնդոթելյան դիսֆունկցիան, հաջորդիվ ծանր վազոսպազմ, այնուհետև ակնային եւ ռետինալ պատնեշի խանգարում, ցանցաթաղանթի իշեմիա, խորեոիդեայի ներգրավումը պրոցեսի մեջ եւ սուր հիպերտենզիվ կոմպոնենտը իհարկե։ Մի փոքր խոսենք յուրաքանչյուր մեխանիզմի մասին։ Բոլորս երևի թե տեղյակ ենք, որ պրեկլամպսիան բնորոշվում է տարածուն էնդոթելիալ խանգարմամբ, ի հաշիվ պլազմայից արտազատվող անգիոգենեզը ճնշող գործոնների արտազատմամբ, օքսիդատիվ ստրես եւ որը տանում է իմուն դիսրեգուլյացիայի, արդյունքում մենք ունենք էնդոթելի թափանցիկության բարձրացում, որին գումարվում է վազոկոնստրիկցիան եւ հենց ինքը էնդոթելիալ դիսֆունկցիան անմիջականորեն ազդում է ցանցաթաղանթի կապիլյարների վրա, որոնք օրգանիզմում ամենազգայուն անոթային կառույցներից են։ Հաջորդիվ խոսենք գեներալիզացված վազոկոնստրիկցիայի մասին, ի հաշիվ էնդոթելին 1 եւ թրոմբոքսան A2-ի եւ ազոտի օքսիդի խտության իջեցման։ Այստեղ պատկերը կարող է նմանվել սովորական հիպերտենզիվ իշեմիկ անգիոռետինոպաթիային, սակայն քանի որ մեր process-ում մենք ունենք նաև գումարված պրեկլամպսիա, process-ը կլինիկան ընթանում է ավելի ծանր եւ ավելի արագ։ Այնուհետև էնդոթելիալ դիսֆունկցիա եւ որին գումարվել է արդեն բարձր ճնշումը, ունենք պլազմայի արտահոսք դեպի ռետինա, որը հատակում կարող է արտահայտվել cotton wool spots, այստեղ կարող ենք տեսնել նկարում։ Եվ երկարաժամկետ զարկերակների սպազմը, որին գումարված է էնդոթելիալ դիսֆունկցիան, բերում է պերֆուզիայի նվազման, որը որպես կանգային երևույթ, ինչպես նախորդ նկարում նշեցի, հատակում կերևա որպես cotton wool spots,
Այնուհետև արտաքին ռետինայի հիպոքսիան կբերի մեր տեսողական խանգարումներին եւ VEGF գործոնի արտազատումը։ Բացի այդ process-ի մեջ արդեն խորիոիդեայի ներգրավումը կբերի խորիոկապիլարների իշեմիայի եւ պիգմենտային էպիթելի խանգարման դեպքում, վնասման դեպքում մենք այստեղ առաջին պատկերում կարող ենք տեսնել etching spots-ը եւ երկրորդ պատկերում Secrest streaks գծերը։ Եվ վերջապես, քանի որ պերկապսիայի դեպքում ունենք երկարատև արյան ճնշման բարձրացում, այստեղ կարող ենք տեսնել կարող է առաջանալ պապիլոդեմա, flame hemorrhage եւ կարող ենք ունենալ զարկերակների ծռմռվածություն, բայց քանի որ պրեկլամսիայի դեպքում իշեմիկ անգիոռետինոպաթիան ավելի շատ կորելացնում ենք էնդոթելիալ դիսֆունկցիայի հետ, այս դեպքում նույնիսկ ճնշման ոչ այնքան բարձր թվերը կարող են տանել ցանցաթաղանթի իշեմիայի։ Եվ եթե հակիրճ նայենք նորից մեխանիզմը, ունենք պրեկլամսիա, էնդոթելիալ դիսֆունկցիա համակարգային, սուր վազոսպազմ ծանր, որից հետո արիոն ռետինա բարիերի խանգարում եւ միկրովասկուլյար իշեմիա։ Այժմ վերադառնանք մեր պացիենտին։ Սա պացիենտի ամենաառաջին կատարված նկարն է հետազոտությունը։ Այստեղից հետո մենք կարող ենք տեսնել հետագայում փոփոխությունները։ Սա երկրորդ նկարը աջ եւ ձախ աչքերի կատարվել է սեպտեմբեր ամսին, այնուհետև մենք ունենք հոկտեմբեր ամսվա նկարը եւ նոյեմբերին, եւ այս 3 ամիսների ընթացքում պացիենտը 3 անգամ ստացել է anti-VEGF ներարկումներ։ Այստեղ կարող ենք համեմատել տեսողության սրության փոփոխությունները այս 3 ամիսների ընթացքում։ Ունենք նաև OCT պատկերը։ Եվ կուզենայի վերջնական համեմատություն անենք ամենաառաջին եւ մեր վերջին ստացած նկարների միջև, որտեղ տեսողության սրությունը 0.08-ից հասել է արդեն 0.8, իսկ ձախ աչքում 0.09-ից 0.3-ի։ Բուժարուն դեռևս գտնվում է մեր հսկողության տակ եւ սպասում ենք հետագա այցին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Եվ շնորհակալություն զեկուցումների համար, հարգելի գոլեգաներ, հիմա անցնենք զեկուցումների քննարկմանը եւ խնդրում եմ, եթե հարցեր կան առաջի զեկուցման վերաբերյալ, այդ պրտաններ, արևմտյան նեղոսի ռետինոպաթիայի որպես նոր առաջացնող ակնային վտանգ։ Ինչ հարցեր կլինեն զեկուցողին եւ ինչ կարծիքներ կլինեն։ Okay. Ես ձեր թույլտվությամբ ես հարց կտամ, հարց կտամ զեկուցողին, այստեղ ուրեմն մենք լսեցինք, տեսանք ինքը շատ հետարքիր հիվանդություններ ու հետարքիր ասելով մեզ համար բավականին անծանոթ հիվանդություն է եւ ուրեմն այդ հիվանդության ընթացքում, բայց հիվանդությունը, որը կարող է բերել շատ լուրջ բարդությունների։ Նախ եւ առաջ ես ուզում եմ ասել, այնտեղ մոտավորապես ոնց որ թե 1% էր գրած, մենինգոենցեֆալիտի առաջացումը այդ հիվանդությունից, ուզում եմ հասկանալ մենինգոենցեֆալիտը կարող է անկապ ամեն ինչից առաջանալ, թե ուշ բուժումը ուշ սկսելու հետևանքով։ Թե ուղղակի դա վիրուսային ախտահարում է, որը բերում է դրան, ինչպես ասենք նույն Սիբիրյան խոցը, օրինակ Ռուսաստանում։ Իսկ ինչպես խոսքը կարող եք տալ, դոկտոր։
it's the pathology of the Դա virus. պայմանավորված է վիրուսի պաթոլոգիայով եւ մենք դա կարող ենք ներկայացնել որպես մենինգիտ կամ էնցեֆալիտ տարբեր հիվանդների մոտ որոշ հիվանդներ ունենում են սուրբ պոլիոմիելիտի կլինիկայի նույնպես ունենում են սուրբ պոլիոմիելիտի կլինիկա Այսինքն վիրուսի հետ է կապված այդ բարդությունները, ինչքան ես հասկացած ձեր պատասխանից։ Եվ այո, իսկ տոկոսային այդպիսի չնայած ես չգիտեմ իհարկե երևի այնտեղ էլ շատ հաճախ չեք հանդիպում այդ հիվանդությանը, բայց իմունոդեֆի, այսինքն իմունո ոչ կոմպենսենտ հիվանդների մոտ տոկոսային հարաբերությունով ինչքան ավելի, այսինքն դա ապացուցված է այդպես հստակ, որ իմունիտետը ընկած հիվանդների մոտ, այսինքն օրինակ դիաբետիկների մոտ կամ այլ հիվանդությունների ուռուցք ունեցողների մոտ նեոպլաստիկ հիվանդությունների հաճախականությունը այդ հիվանդության ինչքանով է ավելի շատանում, քան մնացածի մոտ։ Եվ նրանք ունենում են ավելի, այս հիվանդները ունենում են ավելի ծանր դեպքեր հիվանդների մոտ, ովքեր ունեն իմունային դեֆիցիտ կամ ունեն դիաբետ, իրենց մոտ բնականաբար ավելի ծանր են դեպքերն ընթանում։ Carmen, I have a question for you. Եվ սա պետք է հասկանալ, որ սա ավելի հաջող խնդիր է դառնում ԱՄՆ-ում եւ Կանադայում։ Եվ նրանք բոլորը մանիֆեստացիա են ենթարկվում հիստոպլազմոզի, որը որ հիմա արդեն դարձել է սովորական կենտրոնական ԱՄՆ-ի կենտրոնական հատվածներում, որն կարող է եւ մանիֆեստացիաները որովհետև կան այստեղ հիստոպլազմոզի համար տրիադաներ եւ այս վնասվածքները, որ նկարագրեցինք, նրանք շատ նման են իրար, դա կարող է առաջացնել ախտորոշման բարդություններ եւ օրինակ սխալ ախտորոշումների բերել։ Ես դրա մասով բան չեմ կարող ասել։ Դա արագ բուժում պահանջող անհապաղ իրավիճակ է, մենք պիտի մեծ կասկածամտություն պահպանենք։ Եվ այո, լինում են իրավիճակներ, երբ որ այդ կապտոպլազմոզի հետ մենք պիտի կարողանանք դիֆերենցիալ ախտորոշում կատարենք եւ տեսնենք, որ վնասվածքները շատ նման են եւ այստեղ պետք է ավելի զգույշ լինենք ճիշտ ախտորոշում իրականացնելու համար։ Եվ սա մեկ հարց, որ առաջացավ իմ մոտ, երբ որ ես լսում էի ձեր պրեզենտացիան Կարմեն, եւ մենք շնորհակալություն ձեր պրեզենտացիայի համար։ Եվ նմանությունները այս առումով այս հիստոպլազմոզի հետ, երբ որ ունենում եք այս տարբեր վնասումները, այդ պերիֆերիկ եւ այն հիվանդներին, որոնք որ նախկինում ունում էին հիստոպլազմոզներ եւ մենք տեսնում էինք մոտավորապես նմանատիպ վնասումներ, բայց նրանք ունենում էին նաեւ մակուլյար վնասումներ, բայց մենք պետք է նաեւ խոսենք, որ սա կարող է կապված լինել սնկային հիվանդությունների հետ եւ ես այստեղ մեծ մասնակից չեմ, բայց ուզում եմ ասել, որ մենք պետք է անպայման ունենանք որոշակի կասկածներ, երբ որ տեսնում ենք նմանատիպ եւ նաեւ պետք է մտածել նրա մասին, որ կարող է լինել այս արհության նեղոսի տենդը։ Մի բան, որ օգնում է դիֆերենցիալ այս ամենը, մենք ունենք շատ տարբեր նշաններ, որոնք շատ նման են։ Եվ մենք այս հիստոպլազմոզի միջև մենք տեսնում ենք այս մարգարտաժանյակի այս շղթան, որը որ նույնպես կարող է հանդիպել։ Okay, շատ շնորհակալություն։ Երկրորդ զեկուցումը, որը վերաբերվում է բիլատերալ միջանկյալ ուվեիտների եւ ցանցելու վասկուլիտի կլինիկական դեպքին։ Ունենք հարցեր այդ դեպքի վերաբերյալ ներկայացված։ Հասմիկ հիանալի պրեզենտացիա ունեցաք։ Եվ ինչքան հաճախ է հանդիպում այս բիլատերալ կամ ուվեիթը Հայաստանում, արդյոք այն բավականին հաճախ է հանդիպում։ Միջին տարիքի շրջանում բավականին հաճախ է հանդիպում։ Ու հիմնականում որևէ պատճառ չի հայտնաբերվում, այսինքն իդիոպաթիկ
ինչպես որ գրականությունն է մեզ ցույց տալիս, մեծ մասամբ դեպքերում մինչև 70% իդիոպաթիկ է, շատ հաճախ միջին տարիքի կանանց մոտ հանդիպում է։ Մեր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բորբոքային բաժանմունքում բավականին շատ են լինում, բայց լինում է, որ դրսևորվում են առանց ցանցենու փոփոխությունների, այսինքն ընդգրկում միայն ապակենման մարմնի խոռոչը։ Ինչքանով է այն տարածված Հայաստանում ի համեմատ այլ երկրների։ Ես այդքան մեծ փորձ չունեմ տեսնելու, այսինքն ինչքան որ ես տեսել եմ մեր կլինիկայի մեր բաժանմունքում բավականին հաճախ է հանդիպում։ Տարբեր տեսակի թույլ կտեք ես ավելացնեմ, տարբեր տեսակի ուվեիտներ շատ են հանդիպում, ավելի իհարկե նույն թվում եւ ուրեմն միջին ուվեիտներ ու առաջնային հասկանալի այնտեղ, բայց հետարքիրը նա է, որ այս ուվեիտը մենք ներկայացրեցինք, այս դեպքը ընտրեցինք ներկայացնելու, քանի որ ինքը հստակ անցնում էր վասկուլիտի հետ միասին։ Դա ճիշտ է, լինում է այդպես, բայց երբ որ մենք վասկուլիտ որպես հիվանդին վարում էինք եւ բուժում էինք, իսկ բորբոքային բջիջները միացան մի քանի ամիս, մի 2-3 ամիս հետո գործին եւ փոխվում է ախտորոշումը, դա մեզ հետարքիր թված եւ ներկայացրեցինք դրա համար ձեզ այս դեպքը եւ կարծում եմ, որ իսկ դուք շատ այդպես հաճախ եք տեսնում այդպիսի դեպքեր Միացյալ Նահանգներում։ Barry, why don't you answer that and then you can pose your question. Մենք չենք տեսնում այն բավականին հաճախ, բայց ես մեկ հարց ունեմ Արմենին, վաղ ախտորոշում արտահայտումները Հայաստանում դա այս Բեքչեթի հիվանդությունն է եւ ինչպես է դա բերում այդ վաղ մանիֆեստացիաներին, արդյոք չի խաչվում այլ ախտորոշումների հետ միասին Բեքչեթի հիվանդության։ Շատ քիչ են հանդիպում։ Ես դրա մասին եմ մտածում եւ ես ուզում եի հասկանալ, թե Հայաստանում կան արդյոք ինչ որ դա կարող է լինել Բեքչեթի հիվանդություն, թե դուք ինչպես եք անում այդ դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես որ ներկայացրեցինք։ Երրորդ զեկուցումը դա կլինիկական դեպքը կապը պրեէկլամպսիայի եւ իշեմիկ ռետինոպաթիայի միջև։ Այս դեպքն էր, ես ձեզ ասեմ, էլի շատ հետարքիր դեպքեր, քանի որ մենք քիչ ենք տես դեպքեր էլի հանդիպում, բավականին հազվադեպ եւ դեպքը փաստորեն հուլիս ամսվից մինչեւ հիմա դուք տեսաք ինչքան դժվար է ինքը հետ գալիս, սովորաբար դրա բուժման հիմքում լինում է պրեէկլամպսիայի բուժումը եւ բուժում հետո սկսում են հետ զարգանալ բոլոր երևույթները, սակայն այս դեպքում բավականին երկար տևեց, հուլիս ամսից էր, չէ՞, կարծեմ, հուլիս ամսից մինչ օրս ուրեմն չեն վերացել այդ բոլոր ուրեմն խնդիրները այդ հիվանդի եւ մենք ճիշտ ասած էլի մեզ թված, որ դա հետարքիր դեպք կլինի երկու աչքում միանգամից այդպես դու սովորաբար երկուսում է իհարկե լինում պրեէկլամպսիայի կամ էկլամպսիայի ժամանակ, բայց այդպիսի սուր ընթացքը շատ դանդաղ է հետ գնում, այսինքն ավելի այսպես մի քանի 4-5 ամիս տևելով թողում է այդպես քրոնիկ process-ի տպավորություն, որը հեչ բնորոշ չի պրեէկլամպսիայով հիվանդների այդ փոփոխություններին։ Իսկ ձեր մոտ ինչպես է, ինչ կարող եք դուք ասել, շատ եք այդպես հիվանդներ տեսնում կամ ես չգիտեմ, ինչ կառաջարկեք հիվանդների վարման կամ բուժման, եթե ինքը հետ չի զարգանում, պրեէկլամպսիան բուժվելուց հետո։ Փաստորեն հիմա մեր հղին ծննդաբերելա պրեէկլամպսիա չունի, բայց պահպանվել են այդ փոփոխությունները եւ շատ դժվար են նրանք հետ գնում։ Միայն բուժման ֆոնի վրա ընդ որում մենք միացրեցինք հակա-VEGF սրսկումներ, քանի որ տեսանք, որ երկար է տևում եւ որ խուսափենք նեովասկուլար փոփոխություններից։
ինչ կարելի է ձեր կարծիքով անել, որ կամ ինչքանով է այդ ախտորոշումը ձեզ համար այսպես ինչ ասեմ հավանական եւ ոնց դուք կվարվեիք այդ դեպքում Եվ մեկ անգամ պրեկլամսիայի մասով մենք ունենում ենք բականի բարդ իրավիճակներ, սրանք մեր համար սովորական չեն, որ շատ չեն հանդիպում, And again, it tends to happen in եւ դա կարող է հանդիպել ավելի երիտասարդ կանանց մոտ, so occasionally we see it in those, but I agree that the եւ համաձայն եմ, որ դա anti-VEGF-ն է եւ նեովասկուլարիզացիայի դեմ, եւ եթե կա մակուլար այտուց, բայց կարող եք շարունակել եւ հետեւել այդ տիպիկ փոփոխություններին եւ փորձել հասկանալ թե ինչպես է փոխվում տեսողությունը, պրեկլամսիայից հետո կարող եք օգտագործել նաեւ ստերոիդներ եւ anti-VEGF-ի հետ տեսնեք թե ինչպես են աշխատում եւ սա մեկ այլ մոտեցում է Ես տեսնում եմ, որ դոկտոր Բժիշկ Փենգենգը մեզ միացել է եւ մենք մի քանի հարցեր ունենք ձեզ Փենք։ Ձեր դեպքերում, երբ որ մենք խոսում ենք այս ակնային հիստոպլազմոզի հետ, ինչպես եք դուք կարողանում ախտորոշել եւ այս նմանատիպ այդ վնասումները, այս տրիադայի ախտանիշներով գնացողները Եվ այս վնասվածքները շատ նման էին ինձ նաև արևմտյան նրանք կարող են լինել նման եւ ինչպես մենք ասենք որ կարող են նաև այո կարող են բայց նրանք ավելի թեթև են ընթանում եւ հիստոյի բaragայում նրանք ավելի մենք հիստոյի առումով տեսնում ենք դրանք կարող են նմանատիպ լինել եւ ժամանակի ընթացքում կարող է լինել նաև միմիկրիաներ եւ կարող եք տեսնել որ վիրուսային այս պրոդրոմները ավելի շատ նմանություններ կարող են լինել բայց այստեղ կլինիկական դա միայն միգուցե չեք կարող այդպես հեշտ ախտորոշել դուք անում եք նույն հետազոտությունները եւ չեն լինելու այդքան էլ մեծ տարբերություններ And how much the other question asks is how much is to me Եվ ինձ համար այս որ մի բան որը որ չի առաջանում այդ արդյոք այդ ժանյակի պես մարկատե ժանյակի շղթան առաջանում է թե չէ Եվ այս իմունոգլոբուլին IgM թեստերը Եթե տեսնենք որ նրանք ասիմպտոմատիկ են այս պացիենտները ինչպես ենք մենք կարողանալ ախտորոշել եւ սկսել այդ IgM հետազոտությունները Սա կարող է ավելի ցածր, որտեղ հիվանդների մեծ մասի համար կարող են լինել առաջային այդ դեպքերը եւ այս սիմպտոմները կարող են շատ մեղմ լինել եւ նրանք հոսպիտալիզացվում են շաբաթներում եւ երբեմն մենք չենք կարողանում հասկանալ արդյոք այդ արևմտյան նեղոսի տենդը պետք է հետազոտել թե ոչ դուք կարող եք դա բաց թողնել Եվ տեսնել ինչքան ավելի շատ հիվանդներ են լինում Եվ ինչպես եք դուք անելու այդ IgM դվեստ արևմտյան տենդի համար Եվ մենք խոսեցինք այս պրեկլամսիայի դեպքերի մասին որտեղ կային թե ինչպես բուժել այդ պրեկլամսիան երբ որ հայությունը արդեն ավարտվել է եւ այստեղ կան այս ակնային ախտանիշներ ինչպես պետք է բուժել նրանց Եվ կարծում եմ որ հիվանդների մեծ մասը կարող են ստանալ լավ արդյունքներ բայց որոշ դեպքերում եթե տեսնում եք այդ լավ եւ վատ տեսողությունով աչքը համեմատել նրանք կարող են միշտ ասել որ տեսողությունը սրությունը նույնը չէ Եվ մնականաբար տեսողության սրությունն ենք անում Եվ թե ինչպես են նրանք տեսնում մի փոքր ավելի տարբերվում է Եվ պետք է հասկանալ որ կարող է լինել որոշակի վնասումներ Եվ ինչպես բուժել այդ ստերոիդներ կարող եք օգտագործել գլյուկոկորտիկոիդներ երկարատև վնասման համար VEGF թերապիան Ես անում եմ anti-VEGF-ը Եթե չի աշխատում գլյուկոկորտիկոիդները համարվում են լավ տարբերակ, որովհետև շատ անոթային հիվանդություններ բավականի լավ են արձագանքում Եվ որոշ դեպքերում
Եվ եթե anti-VEGF-ը չի աշխատում, դուք կարող եք նաև օգտագործել ինտրավիտրալ այն դեղերը, որոնք գլյուկոկորտիկոիդներ կարող եք օգտագործել։ Եվ սա Արմենի հարցներ եւ հնարավորությունները ստերոիդների օգտագործելու եւ եթե պահպանվում են սիմպտոմները VEGF-ից հետո սա էր հարցը։ Ես մի հատ հարց ունեմ այստեղ մեր on-line հարց են տվել CIA-ով հիվանդների մոտ, որոնց մոտ որ ուրեմն այդպես պրեէկլապսիան շատ է զարգանում, շատ հավանական հարցի մեջ դա նկատի ունեն դեպի էկլապսիա եւ ընդհանուր հիվանդի վիճակը բավականին վատանում է, ապա ընդհատում են հղիությունը, որ վերանա պրեէկլապսիան եւ ուրեմն հիվանդի այդ վիճակը անցնի, որ հետ զարգանա, արյան ճնշման բարձրացում է, էնդոտելի, վնասում է եւ այլն։ Այդ ինձ են հարցնում, որ ինչպես ենք մենք մտածում, երբ որ ակնային այդպիսի փոփոխություններ ա դիտվում հղիի մոտ, պետք չի ընդհատել հղիությունը։ Ես այսպես կարող եմ պատասխանել հարցին, որ ընդհանրապես ուրեմն պրեկլեոմպսիայով հիվանդների մոտ շատ սուր է այդ process-ը ընթանում եւ դրա միակ առավելությունը նա է քրոնիկ հիպերտենզիվ ռետինոպաթիաների բանջարը, որ չի վնասվում պիգմենտային էպիթելը, այսինքն երբ հղիությունից ազատվում է հիվանդը եւ process-ը կանգնում է, շատ արագ կարող է վերականգնվել եւ տեսողության սրությունը եւ շատ չեն տուժում բջիջները ցանցաթաղանթի։ Սակայն մեր դեպքում մի քիչ երկար տևեց դա, մի քիչ երկար է տևում, դա մեզ մի քիչ անհանգստացնում է, չնայած տեսողությունը կամաց դեպի լավն է գնում եւ քանի որ երկու աչքում է հիվանդի մոտ այդպիսի վատ տեսողություն եղել եւ չնայած էլի եմ կրկնում հիմա կամաց վերականգնվում է, բայց մենք անհանգիստ ենք, որ այդ ընթացքում վերականգնվելու ընթացքում նեովասկուլարիզացիա կամ որևէ այդպիսի բան չառաջանա, իհարկե հորմոնային բուժումը օգտակար կլինի, դրանում ոչ մի խոսք, որտեղ մենք գիտենք, որ նույն հորմոնային բուժումն էլ հակա VEGF եւ հակա կոմպլեմենտար այդպես էֆեկտ ունեն, բայց միևնույն ժամանակ մենք մի քիչ ավելի հանգիստ ենք, երբ այդ հիվանդներին մենք հակա VEGF բուժում ենք անցկացնում, այլ հորմոն չենք ներարկում ինտրավիտրիալ, այլ անում ենք, որ ես չեմ կարա ասեմ ինչու, բայց համենայն դեպս ես միշտ հորմոնների կիրառումից մի քիչ զգուշ եմ լինում, համենայն դեպս սովորական հակա VEGF բուժումների ժամանակ էլ եւ macular degeneration եւ տրոմբոզների բաների ժամանակ, քանի որ այստեղ հակա VEGF պրեպարատները կիրառելով մենք այդպես չենք ռիսկի դիմում իմունիտետը գցել հիվանդների կամ աչքի ճնշում բարձրանա եւ այլն, կամ ստերոիդային կատարակտա ճիշտ է, դա շատ չափազանց հաճախ չի լինում, բայց խուսափում ենք, իսկ ընդհանուր ընդունելու մասին է խոսքը, թե ինտրավիտրիալ հորմոնները Հիմնականում ինտրավիտրիալն ենք մենք խորհուրդ տալիս։ Լավ։ Ես մեկ բան եմ ուզում ավելացնել։ Երբ որ մենք գնահատում ենք վնասում սրտությունը, դուք անջիոգրաֆիա եք անում, դուք կարող եք տեսնել անոթային վնասումները եւ տեսնում եք այդ հիպոպերֆուզիայի հատվածը եւ դա կարող է երբեմն կարող է պետք օգտագործել լազերներ եւ IGF loader եւ տեսնում եք, որ այստեղ հիմնական բուժումն է VEGF-ը եւ ստերոիդները Եթե հիվանդները բավականին երիտասարդ են, նրանք կարող են նաև վերականգնվել շատ արագ, բայց դա կախված է շատ գործոնից։ Եվ մեկ այլ հարց, Եվ կարող է լինել, որ դա կարող է արդյոք հանգեցնել այն իրավիճակը բերել, որ հղիությունը ընդհատվի մոր կյանքը փրկելու համար, բայց տեսողությունը շատ կարևոր է եւ այստեղ մենք պետք է
Եվ մենք չենք անում anti-VEGF ինյեկցիաներ հղիներին։ Դուք կարող եք ստերոիդները ներարկել հղիներին ներակնային տարբերակով, բայց anti-VEGF-ը հղին։ Եվ սա նաև կարող է հետ ծննդաբերական բուժում լինել։ Եվ մենք այս պարագայում այո, սա դժվար իրավիճակ է, բայց թե մայրը թե երեխան այս պարագայում կարող են կենդանի մնալ, եւ սա շատ կենդանի դուք շատ կարևոր կետեր խոսեցիք եւ anti-VEGF ինյեկցիաների մասին հղիության ժամանակ եւ մեկ հիմնական կոնտրարգումենտը, երբ որ դուք անում եք ինյեկցիաներ, դուք կարող եք ունենալ պտղի համար ազդեցություններ։ Եվ այստեղ կա մեկ կարևոր բան, որը որ պետք է հիշել anti-VEGF բուժումների մասին։ Եվ այստեղ դուք կարող եք ունենալ խնդիրներ եւ որոշ դեպքերում եւ եթե մայրը հասկանում եւ տեսնում եք, որ ռիսկերը կարող են ավելի ցածր լինել երեխայի համար։ Ես մի քանի մտքեր ունեմ այս մասով։ Եվ եթե հիմնականում մենք խոսում ենք հետ ծննդաբերական եւ տեսնում ենք, որ վասկուլար հատված ավելի ինտակտ է եւ վաղ շրջաններում հղիության մենք ունենում ենք ավելի մեծ ռիսկեր եւ այդ ողջ արևմտյան anti-VEGF ինյեկցիաներ են անում եւ մենք չենք կարող ասել թե տալիս են դա հղիներին եւ ինչքան են ռիսկերը։ Մենք չենք կարող տեսնել իրական պրոտոկոլներ, որոնք որ ցույց են տալիս, որ anti-VEGF ներարկումները հղիներին կարող են կատարվել։ Ես կխուսափեմ դրանից եւ դա ավելի շատ դիաբետիկ ռետինոպաթիաներին է վերաբերվում եւ երիտասարդ հղի կանանց պարագայում եւ մակուլարայտոսների պարագայում դա ինտրավիտրալ ստերոիդներն են, դիտումները եւ հետ վիրահատական շրջանում anti-VEGF բուժումները։ Չէ, մի ուղում անեմ, ուղղակի մեր դեպքում մենք հակա-VEGF սրսկումները արել ենք ազատվելուց հետո, արդեն հղիությունից հետո, երբ հիվանդը երեխա է ունեցել, բայց պրեէկլապսիա անցնելուց հետո իր մոտ ակնահատակում փոփոխությունները դրական չեն գնացել, նոր մենք սկսել ենք անել հակա-VEGF դեղեր, այսինքն դա մենք երբեք հղիներին չենք անում հակա-VEGF սրսկումներին դրա։ Համաձայն եմ ձեզ հետ։ Եթե հարցեր չկան, առաջինը թույլ տվեք շնորհակալություն հայտնել շատ մեր մենտորներին եւ հաճույքով նշել դոկտոր Կուպերմանի ներկայությունը հայկական ակնաբուժության նախագծի երկարաժամյա board member, մեր սիրելի դոկտոր Կուպերմանը, եւ շատ հաճելի էր նաեւ տեսնել մեր նոր գոլեգաները Կանադայից։ Մենք ունենք մի փոքր գործ անելու, այսինքն պատասխանելու թեստի հարցերին եւս մեկ անգամ, որպեսզի կարողանանք ունենալ նախատեստ եւ հետտեստ։ Կարող ենք խնդրել, որ ցույց տան հարցերը։ Շնորհակալություն եմ ուզում ձեզ հայտնել, ես րոպեից հանդիպում եմ, ինձ համար մեծ հաճույք է լինել այստեղ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ միանալու համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Thank you.
Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիք այստեղ։ Oh, thank you. Եվ մենք ունենանք ավելի շատ նմանատիպ հանդիպումներ եւ միգուցե դուք կարող եք մի օր որոշեք հայցել Հայաստան։ To come to Armenia with Carmen. Oh yeah, yeah. I Yes, will, for sure, 100%. կաշխատեմ այցելել։ For getting in and out. I'll talk about more about surgical stuff and because uveitis is Dr. Cooper. I didn't realize he was here. Ես այս ներկայացնում ենք այս արմատյան նեղոսի տենդը, որ շատ հետաքրքիր։ Բայց մենք ունեցանք շատ լավ եւ լավ քննարկում, շնորհակալ եմ բոլորին։ Thank you. Thanks everyone. Thank you very much. Thank you. Thank you. Carmen, շատ հաճելի էր ձեզ տեսնել։ Շատ հետաքրքիր զեկուցում էր, գերազանց։ Շնորհակալություն։ Thank you. Thank you.